Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հիմա գտնվում ենք Ավանի ընտանիքի այգում, քարոզարշավն այսօր իրականացնում ենք Ավան թաղամասում, հիմա եւ նաեւ երեկոյան շրջելու ենք, նաեւ երեկոյան լինելու ենք Ծարավաղբյուրում, ուզում ասել, որ այս թաղամասում ես Վարչով ապրել եմ, հիմա Ծարավաղբյուր թաղամասում եմ ապրում Ավանի, բայց մեր քաղաքական ուղերձը հետեւյալն է, քանի որ գտնվում ենք ընտանիքի այգում եւ այս հրաշալի հուշարձանի մոտ ընտանիքի, մենք ուզում ենք ուղերձ տալ մեր ժողովրդին առայն, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունը, որը խորհրդանում լինելու է ձեր աջակցությամբ, ձեր քվեարկությամբ, զբաղվելու է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ ընտանիքների խնդիրներով, երիտասարդության խնդիրներով, ինչու որտեղ մենք գտնում ենք, որ ընտանիքը պետության բջիջն է, եւ մենք պաշտպանիր ինքնությունդ կարգախոսի մեջ, բնականաբար տեսնում ենք ընտանիքը, հայ մարդու ընտանիքը եւ թե ինչպես ենք պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները, որ մարդիկ կարողանան Հայաստանում ապագա կապել, կառուցել այդ ապագան, նոր ընտանիքներ ձևավորվեն եւ պետությունը զարգանա, որովհետեւ պնդում եմ, որ ընտանիքը պետության բջիջն է։ Այս իմաստով նաեւ ուզում եմ կարճ արձագանք անեմ, երեք եղել է դեբատը Կարպիս Փաշոյանը լավագույնս ներկայացրել է Լուսավոր Հայաստանին, բայց անակնկալ ձևով նա ներկայացրել է, որովհետև չէինք հավատում, որ լավ է ներկայացնել, չէ, լավ է ներկայացրել, բայց ուզում շատ կարճ արձագանքել Արադ Միրզոյանին, որ ինքը այնտեղ ինչ-որ պնդում է արել, որ խաղաղության այդ համաձայնագրի տեքստի վրա իրար հետ աշխատել ենք, եւ ինքը զարմացած է, որ մենք չենք ստորագրի այդ տեքստը, ինքը զարմացած է, որ մենք ուզում ենք դատենք այդ դրա ստորագրողներին, ինչի, որովհետև այն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, այդ տեքստը չկա, ես ես վստահեցնում եմ, եւ կա Ադրբեջանի բոլոր առաջարկած հոդվածները, որոնք իրենք գնացել ստորագրել եւ համաձայնել։ Դեպաբար ինչ կա զարմանալու, որ մենք չենք ուզում Ադրբեջանի կողմից մեզ հրամցված հոդվածների տակ ստորագրությունը դնել։ Ինքը դրել է, ասում է, այս հպարտ եմ, էլի կդնեմ բան, բայց մենք ասում ենք, որ Հայաստանը հաշմանդամ դարձնելու փաստաթուղթ է, դրան դեմ ենք եւ այդ փաստաթուղթը պետքա փոխվի եւ կփոխվի, սիրելի հայրենակիցներ, եթե դուք այս ընտրություններում գնաք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք թիվ 19 քվեաթերթիկով։ Դու ինչ որ բան ես ասել։ Հայց կարճ ուզում եմ բանել ավելացնեմ, ուրեմն չգիտեմ ինչի ինչ որ բան կա իրանց մեջ, որ անդադ բա Կարպիս Փաշոյան դու իմ մոտ, ես որ փողվարչապետ եմ իմ մոտ ես աշխատել, բան Կարպիսը շատ համեստ է, ես եմ ուզում արձագանքել։